Եվ այսպես մենք վերադարձանք եւ այսօր զրուցելու ենք շատ կարեւոր թեմայի շուրջ։ Մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը։ Բարի առավոտ, Տիկին Հայկուհի։ Բարի շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ եկեք հասկանանք առաջին եւ ամենատրամաբանական հարցը վերջին տարիներին ամբողջ աշխարհում օնկոլոգիական հիվանդությունների աճ է գրանցվել, թե հիմա կախված է դրանից, որ մարդիկ ավելի հաճախ են սկսել ստուգվել եւ ստանալ բուժօգնություն, ինչպիսի վիճակ է Հայաստանում, արդյոք Հայաստանում կա աճ, թե այնուամենայնիվ ավելի դրական է պատկերը։ Ես ձեզ կասեմ 100,000 բնակչի թվով վիճակագրությունը, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում կամ Գերմանիայում 100,000 բնակչին ընկնում է 450-ից 600 հիվանդ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում 100,000 բնակչին բաժին է ընկնում 250-ից 270 հիվանդ։ Այսինքն, այո, տենդենսը աճի կա, բայց համեմատած եվրոպական զարգացած երկրների կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ նույն Ռուսաստանի Դաշնության, մեր մոտ ավելի քիչ է հիվանդացությունը, քան այլ այդ երկրներում։ Եկեք խոսենք նաև թե ինչ է իրենից ներկայացնում քաղցկեղը եւ ինչու է շատ կարեւոր նրա վաղ ախտորոշումը։ Չէ՞ որ հենց վաղ ախտորոշման արդյունքում կյանքեր փրկելու հնարավորությունը շատ ավելի բարձր է։ Այո, իհարկե։ Տեսեք, ինչի փետրվարի 4-ը որոշեցին դարձնել քաղցկեղի դեմ պայքարի օր։ 2000 թվականին Փարիզում, երբ կազմակերպվեց քաղցկեղի դեմ պայքարի ֆորում, բոլոր բժիշկները միաձայն որոշեցին հանրության ուշադրությունը սևեռել այդ փաստի վրա, որովհետև սիրտանոթային պաթոլոգիաներից հետո չարորակ նորագոյացությունները համարվում են երկրորդ իրենց մահացությամբ ամբողջ աշխարհում։ Եվ դրա համար հասարակության զգոնությունը պետք է բարձրացնել այս թեմայի վերաբերյալ եւ բոլոր բժիշկների նշանաբանն է վաղ դիմել ժամանակին հետազոտումների, սկրինինգային ծրագրերի, որպեսզի վաղ ախտորոշվի, որովհետև ցանկացած հիվանդություն, նույնիսկ քաղցկեղը, եթե վաղ է ախտորոշվում, նա լիարժեք բուժվում է։ Իսկ քաղցկեղը դա միայն բժշկական ախտորոշում չի, թույլ տվեք մի քիչ դրամատիկ ասել, նա նաև փորձություն է եւ հիվանդի ընտանիքի համար։ Դրա համար իհարկե մենք բոլոր բժիշկներս միշտ ասում ենք ժամանակին հետազոտվել։ Այ հիմա մենք դրել ենք սկրինինգային ծրագրեր ապահովագրության շրջանակներում, մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում 3 սկրինինգային ծրագրեր, որոնք հաստատված են ԱՀԿ-ի կողմից, դա կոլորեկտալ քաղցկեղն է, հաստաղիքի, ուղիղ աղիքի քաղցկեղի մասին է խոսքը, կրծքագեղձի քաղցկեղն է եւ արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգներ են։ Այսինքն այս 3 սկրինինգները Հայաստանի Հանրապետությունում հասանելի են լինելու բոլոր թիրախմբերին եւ մարդիկ հանգիստ անվճար կարող են գնալ սկրինինգ անցնել, սկրինինգից հետո եթե ինչ-որ բան հայտնաբերվեց, այդ ամբողջ շղթան փակում է պետությունը, ապահովագրությունը, այսինքն եթե պետք է բիոպսիա, եթե պետք է վիրահատություն կամ այլ բուժումներ, ամբողջ շղթան փակվում է պետության կողմից։ Սա հիանալի ծրագիր է, քանի որ մենք շատ ու շատ տարիներ գիտենք հազարավոր փորձեր, երբ մարդիկ ուղակի չեն գնացել, թեկուզ այդ տարեկան ուղակի ստուգումներին հենց այն պատճառով, քանի որ ֆինանսապես պատրաստ չեն եղել։ Սա հիանալի ծրագիր է հասկանալու համար, որ ապահովագրությունը կարող է այսպես լավ բարգակավեր անել այդ ամենը, եւ դրա արդյունքում հուսանք, որ առողջությունը մարդկանց պիտի բարձրանա մեկ այլ մակարդակի վրա։ Տիկին Գյոքչյան, դուք նշեցիք, որ պետք է շուտ ախտորոշել, բնականաբար քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ կարևոր դեր ունի ճիշտ ու շուտ ճիշտ ժամանակի ախտորոշումը, բայց ինչպես սովորական մարդ, օրինակ ես կարող եմ հասկանալ, որ եթե ինչ-որ տեղից ցավում է կամ որոնք են այն ախտանիշները, որոնցից կարելի է ենթադրել, որ մի վայրկյան կարող է ես գնամ մի հատ բուժվեմ, թե դա պետք է անել ավելի պրոֆիլակտիկ ռեժիմով։ Այո, վերջին նախադասության հետ համաձայն եմ, դա պետք է անել կանխարգելիչ պրոֆիլակտիկ ռեժիմով, այսինքն քաղցկեղը դա չունի այդպիսի նախանշաններ, որոնք որ հենց առաջի փուլում դուք զգացիք։ Հիմնականում քաղցկեղի ախտանիշները լինում են 3-4 փուլում, երբ արդեն տեղային տարածքած կամ մետաստատիկ փուլերին ենք հասնում։ Դրա համար մենք չենք ասում դիմել միայն նշանների դեպքում, մենք ասում ենք դուք կանխարգելիչ ստուգումներ անցնեք, որովհետև դուք դերևս չունեք ոչ մի կանխանշան, բայց արդեն ձեր օրգանիզմում զարգանում է ինչ-որ մի հիվանդություն։ Դրա համար ցանկացած մարդ, կարծում եմ 25-30 տարեկանից բարձր ցանկացած մարդ լինի տղամարդ թեկին, պարտավոր է 6 ամիսը մեկ իր բժշկական հետազոտությունները անցնելու։ Նու մասնավորապես կանանց վերաբերյալ պիտի ասեմ դա կրծքագեղձի սոնոգրաֆիան է, 40 տարեկանից բարձր մամոգրաֆիկ հետազոտությունն է, դա արգանդի պարանոցի հետազոտությունն է, դա հատուկ HPV տեստերի միջոցով է կատարվում։ Տղամարդիկ ավելի պետք է ուշադիր լինեն ստամոքս, աղիք, թոք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում տղամարդկանց մոտ կերակշռում է թոքի քաղցկեղը։
Առաջին տեղում է նա։ Արդեն ծխելու արդյունք է։ Միանշանակ 80% դեպքերում ապացուցված է, որ դա էթիոլոգիկ ֆակտոր է ծխելը։ Լավ, եթե ենթադրենք խոսեցինք այն մասին, որ վաղ ախտորոշումը արդեն որոշակի առումով հարցին լուծում է, այլ ինչ ռիսկեր կան քաղցկեղից մի փոքր ավելի այսպես զգոն լինելու հետ կապված։ Իհարկե ես բանալ չեմ լինի, եթե ասեմ առողջ ապրելակերպը։ Ծխելը, խմելը, ֆիզիկական ակտիվություն, պասիվությունը, սրանք բոլորը բերում են քաղցկեղի զարգացմանը, շատ օրինակ կոլորեկտալ քաղցկեղի պարագայում մեղավոր է հանդիսանում նաև շատ կարմիր միս ուտելը։ Եվ կոլորեկտալ քաղցկեղը Հայաստանում գտնվում է եւ տղամարդկանց եւ կանանց մոտ 3-4 տեղերում։ Այսինքն մենք նստակյաց կյանք ունենք, մենք սիրում ենք ճարպակալվել, մանավանդ ինչ-որ մի տարիքից բարձր տարիքում, եւ մենք շատ մեր ընտանիքներում օգտագործում ենք կարմիր միս։ Սա հանդիսանում է ոչ հիմնական պատճառը, բայց պատճառներից մեկը։ Դրա համար առողջ ապրելակերպ ասելով մենք նկատի չունենք միայն վազքը կամ սպորտը, դա պետք է լինի նաև առողջ սնունդ։ Այսինքն ցանկացած մայր, ցանկացած կին, ով տանը պատրաստում է ճաշ, նա պետք է պատրաստ լինի, որ իր ընտանիքի համար նա առողջ սնունդ պետք է պատրաստի, շատ մրգեր, շատ բանջարեղեն եւ ոչ թե միայն մսային ճաշերը։ Այս շատ կարևոր է առողջ սնվելու թեման։ Եթե մենք կազմենք ինչ-որ մի գրաֆիկ, որտեղ կարող ենք մտցնել ոչ թե առողջ սնունդը, որը կարելի է ուտել, այլ հակառակը, այն սնունդները, որոնք չի կարելի ուտել։ Եթե մենք ունենանք ինչ-որ top 10, այսպես կոչված, կամ top 5, որոնք են ամենավատ սննդային մթերքները, որոնք ազդում են մարդու օրգանիզմի վրա եւ ստեղծում են քաղցկեղային եւ Քաղցկեղի համար առաջացնում համապատասխան պայմաններ։ Այո։ Իհարկե համար առաջի տեղում պետք է դնեմ ես ծխախոտը։ Եվ նաև շատ կուզենայի նշել, երիտասարդները հիմա ասում են մենք սիգարետ չենք ծխում, մենք այլ էլեկտրական սիգարետներ ենք ծխում, էլեկտրական սիգարետները հավատացեք շատ ավելի վատ ազդեցություն են ունենում, այո, քան թե սովորական սիգարետը, սա մեկ։ Երկրորդ հերթին ալկոհոլը։ Երրորդ հերթին չափազանց ճարպոտ կամ չափազանց քաղցր աստղաջրերով հարուստ սնունդը։ Բոլոր այս ֆակտորները բերում են նրան տարիների ընթացքում սնունդը չի կարող միանգամից բերել ինչ-որ մի հիվանդության զարգացման։ Տարիների ընթացքում, եթե տվյալ ընտանիքում կա այդպիսի սխալ ապրելակերպ, հա, եւ տարիների ընթացքում նրանք օգտագործում են, ասենք, չիփսերը, նույն համբուրգերները, կոկա-կոլա կամ ֆանտա, այդպիսի գազավորված ըմպելիքներ, որոնք շատ քաղցր են պարունակում, շաքար են պարունակում, հա, տարիների ընթացքում դա կուտակվում է, բերում է նյութափոխանակության խանգարման, իսկ նյութափոխանակության խանգարումը բերում է հիվանդությունների զարգացմանը։ Տիկին Գյոկչյան, փետրվարի 4-ը նշվում է ամբողջ աշխարհում որպես քաղցկեղի միջազգային օր, եւ ամբողջ աշխարհը այդ օրը բավականին մեծ ակցիաներ է իրականացնում, խոսում է այդ մասին, գովազդային արշավներ, ինչպես է Հայաստանը պատրաստվել այսօրվան եւ ինչ է ընդհանրապես ալվում այսօր այս հիվանդությունն էլ ավելի մասսայական դարձնելու համար։ Տեսեք, փետրվարի 4-ին մենք միշտ զգոնության կոչ ենք անում տարբեր ԶԼՄ-ներով, ինչպես նաև Ռուսկաբանության ազգային կենտրոնը ամեն տարի կոնֆերանս է կազմակերպում, որտեղ հրավիրում է միջազգային շատ կարևոր գիտնականների եւ մենք քննարկում ենք գիտության զարգացման, Ռուսկաբանության զարգացման վերջին նորությունները, իսկ ինչ մնում է ակցիաներին, մենք հիմնականում այդպիսի ակցիաներ անում ենք ամեն ամիս, ոնց որ նվիրել ենք քաղցկեղի ամբողջ աշխարհը, նվիրել է քաղցկեղի դեմ պայքարին, օրինակ հոկտեմբերը դա կրծքագեղձի քաղցկեղի ամիսն է, նոյեմբերը դա թոքի քաղցկեղի ամիսն է, եւ մենք այդ ամիսներին համապատասխանաբար ակցիաներ ենք անում տվյալ քաղցկեղի դեմ։ Դա կարող է լինել ֆլեշ մոբեր, դա կարող է լինել այցելություններ այլ հիվանդանոցներում կամ մարդկանց անվճար սկրինինգներ անցկացնել, տարբեր տեսակի ամեն տարի մի բան մտածում են, կամ օրինակ այս տարի դուք տեսաք հոկտեմբերին ամբողջ ազգային ժողովի падգամավորները վարտագույն բանտիկները, նշանները խփել էին, դա էլ մեր իրենք սփորտ են անում, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնը հասցնել հասարակությանը, որպեսզի մարդիկ գնացեք հետազոտվեք, իմիջիայլոց պիտի ասեմ, նույն կրծքագեղձի հետ կապված մեր կանայք շատ ուշադիր են դարձել։ Եվ վերջի 5 տարվա ընթացքում, այո, կրծքագեղձի քաղցկեղը մեր մոտ էլ առաջին տեղում, ինչպես աշխարհի շատ երկրներում, եւ վերջի տարիներին 37-38%-ից 4 ստադիան իջել հասել է 13%-ի, եւ դա ի շնորհիվ նրան, որ ԶԼՄ-ներով մենք շատ ենք խոսում, մենք շատ ֆլեշ մոբեր եւ ակցիաներ ենք անում, պլյուս կանանց գիտակցությունը շատ բարձրացել է, նրանք հետազոտվում են, սկրինինգային ծրագրերը եւ հասանելիությունը, սա բերում է նրան, որ մենք ունենում ենք 4 ստադիայի այսպիսի իջեցում։
ինչը ցավոք դերևս չեմ կարող ասել տղամարդկանց մասին, որովհետև տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է առաջին տեղում, եւ մենք նույն ԶԼՄ-ներով անընդհատ ասում ենք, որ տղամարդիկ, մանավանդ այն տղամարդիկ, որոնք ծխել են երկար տարիներ, նրանք պարտավոր են իրենց հետազոտել շատ հասարակ մեթոդ կա, գոյություն ունի low dose կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն, ցածր դոզավորված կոմպյուտերային դա կովիդի ժամանակ բոլորս անցնում էինք թոկաբորբը տեսնելու կա թե չկա։ Այս շատ հեշտ հետազոտություն է եւ շատ մաչելի հետազոտություն է ինքը։ Տղամարդիկ, որոնք ծխում են, ուղղակի պետքա տարի մի անգամ գնան այդ հետազոտությունը անցնեն, շուտ հայտնաբերեն եւ շուտ բուժվեն, որովհետեւ ցանկացած քաղցկեղային հիվանդություն բուժելի է վաղ փուլերում։ Շատ լավ, բայց դուք նշեցիք մի քիչ առաջ, որ պետքա հետազոտվել, պետքա գնալ հետազոտությունների, իսկ հսա 25-ից 30-ից եւ բարձր ավելի տարիքներում, բայց մենք գիտենք, որ նաեւ կա բարձր հիվանդացության մակարդակ երեխաների շրջանում եւ կա այսպիսի մի վարկած, որ շատ մարդիկ հավատում են այդ վարկածին, որ քաղցկեղային հիվանդությունները նաեւ ժառանգաբար են փոխանցվում։ Ինչքանով է դա այդպես եւ ինչպես երեխաների մոտ կարելի է այդ ամեն ինչը վերահսկել։ Դա վարկած չի, դա իրականություն է, ժառանգական շատ հիվանդություններ մենք ունենք քաղցկեղային։ Երեխաների մոտ, գիտեք, ստատիստիկ թվերը այդքան բարձր չեն։ Հայաստանի Հանրապետությունում ես իհարկե մանկական ռուսկաբան չեմ, բայց կփորձեմ այդ հարցին պատասխանեմ։ Երեխաների մոտ մենք տարեկան հայտնաբերում ենք 80-90 նոր դեպք։ Ճիշտ է, ամեն երեխայի կյանքը մեզ համար դա շատ մեծ արժեք է, դա էլ է շատ ցավալի թիվ, այդ թիվը, բայց երեխաների մոտ քաղցկեղը ավելի քիչ է լինում։ Նրանց մոտ ավելի շատ լեյկոզներ են լինում, այրան հիվանդությունները եւ գլխուեղի ուռուցքներ են գերակշռում։ Տարբեր պատճառներ կա, որոնք մինչեւ հիմա դեռևս ուսումնասիրված չէ, բայց ժառանգական ֆակտորը այդտեղ կա։ Իսկ մեծահասակների մոտ հիմնականում գերիշխում են 55-60 տարեկանից բարձր տարիքը։ Իհարկե հիմա վերջին տարիներին տենդենս կա ավելի երիտասարդացման քաղցկեղի, բայց հիմնական ամեն դեպքում մոտ 70%-ը մնում է 60 տարեկան բարձրները։ Ինչքանով է կարևոր այս խնդրի շուրջ շատ ավելի բացահայտ եւ պարզ խոսելը, որովհետեւ մենք շատ անգամ լսում ենք մահացու դեպքեր եւ շատ քիչ ենք լսում այն կանանց, ովքեր որ հաղթահարել են, անցել են այդ ամենի միջով, չէ՞ որ սա ինչպես դուք նշեցիք նախ եւ առաջ, երբ որ ունի որևիցե մեկ այդ հիվանդություն, նախ սա հոգեբանական խնդիր է եւ ոչ միայն իր համար, այլ նաեւ ամբողջ ընտանիքի եւ հարազատների համար։ Որքանով է կարևոր, որ գոնե բոլոր այն կանայք, ովքեր որ անցել են այս դժվարության մեջով եւ փառք Աստծուն կարողացել են բուժում գտնել, խոսեն այս մասին, շատ ավելի ակնհայտ, այլ ոչ թե փորձեն ըստ մեր մենտալիտետին համապատասխան, այսպես կկոծեն եւ մի կողմի վրա դնեն եւ ոչ մեկ չիմանա, իմանանք միայն մահացու դեպքերի մասին։ Դուք շատ ճիշտ նկատեցիք մեր մենտալիտետը ասելով, որովհետեւ մեր մոտ չեն սիրում հիվանդության մասին խոսել եւ մանավանդ եթե հաղթարել անցել է, շատ հաճախ նաեւ գաղտնի է պահվում այդ հիվանդությունը, որպեսզի հարևան բարեկամ չիմանա եւ այդ մասին շատ քիչ մարդիկ կան, որ կարող են ուժ գտնել իրենց մեջ, հիշել իրենց անցած ճանապարհը եւ դրա մասին բարձրաձայնել, բայց մենք ունենք մեր առողջապահության նախարարության սայթը շատ հաճախ այդպիսի մարդկանց եթերը տրամադրում, նրանք խոսում են, նրանք պատմում են իրենց անցած փորձությունների մասին եւ ես կուզենայի առաջարկ անել նաեւ ոչ միայն մեր առողջապահության նախարարության սայթը այդպիսի եթերներ տրամադրել, այլ ԶԼՄ-ները ավելի մեծ թափով այդպիսի նյութեր պատրաստեին, որովհետեւ ամեն անցած ճանապարհը դա շատ ուրույն է, ամեն մարդու զգացածը դա շատ ուրույն է եւ շատ կարեւոր է որ մարդը պատմի ինքը ինչերի միջով է անցել, ինչպես է անցել եւ ինչպես է հաղթահարել, որովհետեւ այն մարդը, որը նոր է սկսում այս ճանապարհը անցնել, նրա համար բժշկի խոսքը կարեւոր է իհարկե, բայց նա պետք է լսի նաեւ այդ հաղթահարած մարդու խոսքը։ Դա շատ մեծ մոտիվացիա է, շատ մեծ մոտիվացիա է լինելու։ Դրա համար ես էլ ձեզ կխնդրեի այդպիսի շարք ինչ որ սարքել, որովհետեւ մենք պատրաստ ենք բոլորս մասնակցելու։ Մենք մտածենք այդ շուրջ։ Նաեւ խոսենք այն մասին, որ ամեն օր քաղցկեղի հետ կապված կարծես թե նոր մեթոդներ, նոր դեղորայք է հայտնաբերում աշխարհում եւ որքանով է Հայաստանը նաեւ քայլում այս առումով, հա, աշխարհին այսպես համապատասխան բացարձակ համընթաց։ Բացարձակ համընթաց թույլ տվեք նաև մեծ գոհունակությամբ ասեմ այդ մասին, որ եթե մենք մի քանի տարի առաջ ունեինք PET scan, դա պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ սարքներ, որի համար մեր հիվանդները գնում էին արտերկիր, մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում 3 հատ այդպիսի սարք ունենք։ Եթե մենք առաջ ունեինք ճառագայթային թերապիա, որի համար լավ ճառագայթային թերապիա, հա, որի համար նորից գնում էին արտերկիր, նույնիսկ մեր հարևան Վրաստան, մենք այսօր 2 լուրջ կենտրոններում, Ռուսկաբանության ազգային կենտրոնում եւ Էրեբունի բժշկական կենտրոնում ունենք զարգացած վարիանտ սարքով ժամանակակից ճառագայթային թերապիա։ Եթե առաջ մենք չունեինք
ռոբոտ վիրաբուժություն, այսօր Հայաստանի Հանրապետությունում մենք 3 ռոբոտ սարքավորում ունենք։ Այսինքն համարյա թե այդ նորություններին մենք շատ արագ ենք հասնում։ Իսկ ինչ մնում է դեղորայքային թերապիային, դա շատ պարզ ուղեցույցեր են, որոնք հասանելի են, մենք օգտվում ենք Հայաստան ամենայն դեպս օգտվում է ամերիկյան NCCN ուղեցույցներից, այսինքն այդ ուղեցույցները ամբողջ աշխարհի համար նույնն են։ Դեղորայքը նույնն է։ Նույն դեղորայքի հասանելիության մասին ձեզ ասեմ, եթե առաջ մի քանի տարի առաջ հասանելիությունը դեղորայքի դա 300,000 դրամի չափով էր տարեկան հասնում քաղցկեղով հիվանդին, ապահովագրության շրջանակներում այդ թիվը դարձել է 1,200,000 դրամ։ Այսինքն 1,200,000 դրամը միայն դեղորայքի համար բավական լուրջ գումար է, որպեսզի հիվանդի ծախսերը փակի։ Իհարկե, որոշակի թանկարժեք դեղամիջոցներ դերևս չեն մտնում դրա մեջ, բայց այսպիսի արագ քայլերով, որ մենք գնում ենք առաջ, ես հուսամ, որ մի քանի տարի հետո դա էլ կծածկենք։ Ես անպայման կուզենամ ձեզ հետ նաև զրուցել տարվա վերջ հասկանալու համար, թե այս ապահովագրությունը որքան կյանքեր փրկեց եւ ստատիստիկ առումով որքան է առաջ գնացել, որովհետեւ շատ ու շատ անգամ եմ առիթ ունեցել շփվել հենց այդ հիվանդ կանանց հետ, հասկանալով հանդերձ, որ ֆինանսը գրեթե թույլ չի տալիս մարդկանց առաջ գնալ։ Սա շատ հիանալի քայլ էր, որը շատ ողջունելի է Հայաստանի Հանրապետության համար, առողջապահության նախարարության համար եւ իհարկե կարծում եմ, որ այո, տարվա վերջ մենք ստատիստիկ առումով որոշակի տվյալներ ենք ունենալու, որոնք հիացնելու են բոլորիս։ Մեծ սիրով։ Շնորհակալություն, բոլորին մաղթենք առողջություն, թող բոլորը լինեն առողջ եւ ոչ ոք թող չհիվանդանա, բայց եթե Աստված չարասցե հասել ենք այդ քայլին, շատ ուրախ ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մեզ համար ունի ապահովագրություն, որից գրեթե մեծամասնությունը բնակչության կարող է օգտվել, ինչի արդյունքում հիվանդությունը կարող է մնալ արդեն ետևում։ Իսկ այժմ առաջարկում ենք ձեզ լսել երաժշտություն եւ վերադառնալ մեր տաղավար։